Արցախյան պայքարին միացան շատերը, մի որ Հայաստանը դարձավ մեկ միասնական բռունցք, դարձավ անհաղթելի և ինքնիշխան։ Գյումրին ու Շիրակի մարզը մարտի դաշտ ևս շատ զավակներ ճանապարհեցին։ Արցախյան հերոսամարտը եղավ այն կարևոր ուղին, որով հայ ժողովուրդը քայլեց դեպի անկախություն։ Ուզում եմ փառք տալ այն մարդկանց, մեր լավ երիտասարդներին, որոնք իրենց կյանքը նվիրեցին հայ ժողովրդի այս հերոսալի հաղթանակների համար։ Փառք ու պատիվ միաժամանակ ես ուզում եմ ասել, որ հայ ժողովրդի այսօր հաղթանակը նաև ուղեգիծ է մյուս սերունդների համար։ Մայիսի 8-ը երկրապահի օրն է, եկել ենք մեր զոհված ընկերների շիմներին մեր պարտքը տալու ևս մի անգամ խոնարհվենք իրենց սխրանքների առաջ։ Արցախյան մասնակիցներս այսօրը վերջապես կարողացանք ընդունենք և ամբողջ աշխարհը հայտարարենք, որ մենք ենք մեր երկրի տերը, ոչ մի թուրք, ադրբեջանցի չի կարող մեզ մեր երկրի զրկի։ Կռվի ու պայքարի միջոցով բոլորը քայլեցին դեպի հաղթանակ, ազատագրական պայքարին միացած հայորդները գիտակցում էին, որ հաղթանակի դրական ելքը տանելու էր դեպի անկախություն։ Մայրերն օրհնեցին իրենց որդիներին ու ճանապարհեցին դեպի ռազմաճակատ։ Ետդարձը սակայն ոչ բոլորը տեսան։ Նրանցից մեկն էլ ազատամարտիկ Վազգեն Յանկյանի մայրն էր։ Իմ տղես հաղթանակը չտեսավ, բայց գրվեց այդ կամավորականի ցուցակում ամուսնացած չէր, գաղտնի փախավ գնաց, դիրտամ գնաց, 11 ամիս գերին գավ, այն ժամանակ Միքայել Վարդանյանն էր հրամանատար, Զաքարյան Աշոտը 11 ամիս գերին գավ, ինչ հրաշքով ասու կամով ազատվեց, դատել էին ազերիները, թշնամիները 8 տարի, որից տարին նստավ, հրաշքով փրկվավ, եկավ ստեղ, նորից գնաց պայքարեց, այս անգամ կռվի դաշտում զոհվեց։ Ցանկանա ոչ մի մայրերի աչքից սարդասունք չթափի, լինի խաղաղություն, մենք տեսել ենք, թող ոչ մի երիտասարդ մայրեր, ծնողներ աշխարհը չտեսնի այսպիսի դահիճ վիճակը, որ մենք այսպես տանում ենք ու տանջվում ենք։ Բոլորին չէ, որ հաջողվեց խույս տալ թշնամու գնդակից ու նրանց արյան գտնով ձեռք բերված հաղթանակի շնորհիվ Հայաստանը թևակողեց պատմության նոր փուլ։ Ես զոհված տղանց շնորհքով է, որ ես խաղատուն պաշտպանվում
է։ Իհարկե մասնագետները շատ կան, բայց խոնարհվենք բոլորս զովազների գերեզմների առաջ։ Ցավն ու ուրախությունը տարիներ անց կրկին բոլորին մեկտեղել է։ Զոհված ազատամարտիկների շիրիմներին ծաղիկներ են դնում ոչ միայն նրանց մայրերն ու այրիները, այլև մարտական ընկերներն ու պաշտոնատար անձինք։ Գալիս ենք ուշակարի մոտ, հարգում ենք, խոնարհվում ենք, որպեսզի նաև մեր սերունդները տեսնեն, որ պետք է իրենք նույնպես շարունակեն այն անկախությունը, որը ձեռք բերվեց Հայաստանի համար, այն ուրեմն պատերազմը, որը մենք կարողացանք ուղղակի ևս մեկ անգամ ապացուցել, որ կարող ենք մենք մեր հողերը ազատագրել, բնականաբար արվեց ամեն ինչ։ Զոհված ազատամարտիկների ընտանիքները ներկայում գտնվում են սոցիալական ոչ բարվոք վիճակում, այդ մասին բարձրաձայնում են ոչ միայն ընտանիքի անդամներն, այլև խնդիրը համատարած են համարում պատասխանատուները։ Ընդհանուր խնդիր է դա եւ ընդհանուր սոցիալական այն աջակցությունները, որ ամեն տարի փորձում են ավելացնել հատկապես զոհված ազատամարտիկների ընտանիքներին եւ ինչու՞ չէ նաեւ հաշմանդամություն ունեցող ազատամարտիկներին, իհարկե կա, բայց եթե ընդհանուր ասենք դրամաբանության մեջ ենք նայում, բնական է դա քիչ է։ Իսկ զոհվածների հարազատների միակ ցանկությունն այն է, որ նվաճած հաղթանակները փառքով պահպանվեն եւ որ հայ մոռաչքն այլևս չթափվի որդու կորստից։ Ալլա Բաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։